Հաջորդիվ գրել են. օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատում։ Տեսնես ում բառապաշարից է բացակայում հարգանքը, ում խոսքն է լեցուն ատելությամբ, նվաստացնող խոսքով։ Այդ մարդը Հայաստանում ատելության սիմվոլն է դարձել, խոսքը և իր բառապաշարի մասին է, և իր նկատմամբ հանրային տրամադրությունների։ Գրել են. Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացվում է Հայաստանի զինված ուժերը, կիրականացնեն սահմանապահ զորքերը, իսկ բանակը կզբաղվի մարտական պատրաստվածության, մարտունակության բարձրացման հարցերով։ 5 տարի առաջ են սա գրել։ Հիմա եկել է հաշիվ տալու պահը։ Պետական սահմանին սահմանապահ զորքեր են հիմա կանգնած։ 2022 թվականից ի վեր սահմանապահ զորքերի ծավալ չի ավելացել մեր երկրում, բացիկ իրանցից։ Այսինքն, սա էլ է տապալվել։ Այդ ծրագրում գրել են հայ-ռուսական ռազմավարական դաշինքի մասին, հապկում ակտիվ ներգրավման մասին։ Այսօր Հայաստանը ոչ միայն սառեցրել է իր մասնակցությունը հապկում, այլև անընդհատ հայտարարում է այնտեղից դուրս գալու մտադրության մասին։ Հայ-ռուսական ռազմավարական դաշինքից ինչ է մնացել։ Արդեն ուղիղ առճակատման են գնում, երկրում անվտանգային, սոցիալ-տնտեսական և այլ առումներով խոստանալով անխուսափելի քաոս։ Ամեն օր հայկական բիզնեսը սպասում է, թե երբ են սկսելու իրենց արգելափակել։